Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ստեյությանն այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք հասարակական քաղաքական գործիչ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Էդգար Ղազարյանին։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ ենք, որ այսօր կրկին մեր տաղավարում եք։ Ես եմ շնորհակալ։ Սիրով, պարոն Ղազարյան, խոսենք երևի ամենաայսպես թարմ քննարկված թեմայից։ Միեդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հեռանում է։ Շատերը նրան այսպես ասած հերոսացնում են, այո, բայց փաստացի Կիրակոսյանը գիտեր, որ իրեն հեռացնելու են եւ մեկ քայլ այսպես առաջ ինքը ազատման դիմում գրեց։ Ձեր կարծիքով ինչու են նրան հերոսացնում հաշվի առնելով որոշ հանգամանքներ։ Ես չգիտեմ իհարկե ով է հերոսացնում, ինչի համար են հերոսացնում։ Պարոն Կիրակոսյանը ես կարծում եմ, որ շատ վտանգավոր դերակատարում էր ստանձնել այս հանցավոր իշխանական ռեժիմում։ Նախ նա ասեմ, որ նա որպես գործիչ նոր չի մեր հանրության մեջ, նա մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոն, որը համարվում է քաղաքական պաշտոն, այսպես ասած նախկին իշխանությունների օրոք եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականը թե խորհրդականը, եթե չեմ սխալվում, եւ հետո կարծեմ պատանդի կարգավիճակում հայտնվել է նաեւ այս իշխանությունների հետ համագործակցության, այսինքն նա ըստեյության թրաֆիկինգի զոհ է եղել, որովհետեւ անձնական ընտանեկան որոշակի հանգամանքներով պայմանավորված այդպես մամուլում հրապարակումներ կան, օգտագործվել են նրա ինտելեկտուալ մասնագիտական կարողությունները եւ արդեն ինչ-որ մի этаպից դա օգտագործվել է ի չարս Հայաստանի Հանրապետության եւ ի օգուտ մեր ճշնամիների։ Չմոռանանք, որ Եղիշե Կիրակոսյանը, երբ որ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը ստեղծել էր գործընթաց նախաձեռնել սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու, 20 թվականից նա ստանձնել էր այդ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Եվ բացի դրանից, որ ինքը ձախողել է այդ առաքելության մեջ, որովհետև իր գլխավորած հանձնաժողովը ոչ միայն չի կարողացել ներկայացնել թեկուզ մեկ առաջարկություն սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար, այլ չի կարողացել ներկայացնել անգամ հայեցակարգ, նույնիսկ սահմանված ժամկետներում կամ դրանից դուրս։ Բայց այդ ընթացքում 2020 թվականին ազգային ժողովի միայն մեկ խմբակցություն, Իմ քայլը խմբակցությունը, խախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ խախտելով մեր ընտրական հանրաքվեների մասին օրենքը, հանրաքվեի դրած սահմանադրական փոփոխությունների նախագծով իրականացրել է սահմանադրության մեջ փոփոխություն։ Հեղինակել են մի նախագիծ սահմանադրական փոփոխությունները, որը տեցել Եղիշե Կիրակոսյանի հանձնաժողովի հետ որևէ առնչություն չի ունեցել եւ նա որևէ ձևով իր անհանգստությունը, իր դժգոհությունը այս կատարվողի վերաբերյալ երբևէ չի արտահայտել։ Դրանից հետո նա ընդգրկվել է 2021 թվականից ստեղծված սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում, որը հիմա գործում, այսինքն նա հիմա հեռացվել է ոչ միայն իր պաշտոնից որպես վարչապետի աշխատակազմի միջազգային, չգիտեմ ինչ հարցերով այդ գրասենյակի ղեկավարի պաշտոնից, այլ նաև ըստեյության հեռացվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամի պաշտոնից, որտեղ ընդգրկված է 21 թվականից։ Եվ այդ հանձնաժողովը նույնպես 21 թվականից մինչ օրս որևէ նախագիծ չի ներկայացրել սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Եղիշե Կիրակոսյանը ընդգրկվել է Մեհեր Գրիգորյանի գլխավորած Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների հայկական հանձնաժողովի կազմում եւ տենց էլ մեզ հայտնի չի ինքը արդյոք այդ ձևաչափով հանձնաժողովի որևէ նիստի մասնակցել է թե չի մասնակցել, մասնակցելուց ինչ դիրքորոշումներ արտահայտել։ Սա այն դավաճանախումբն է այդ հանձնաժողովի անվան տակ, որը կազմակերպել է 24 թվականին մասնավորապես Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի 4 բնակավայրերը եւ դրանց հարակից տարածքները ճշնամական պետությանը հանձնելու գործընթացը։ Եվ դրա համար նա դեռևս որևէ տեսակետ չի արտահայտել, թե ինչ ներգրավվածություն ամեցել։ Եղիշե Կիրակոսյանի մենք տեսել ենք Վաշինգտոնում Հայաստան, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ եռակողմ ձևաչափով բանակցությունների ժամանակ եւ որևէ բացատրություն չկա, թե դիվանագետ չհանդիսացող, դիվանագիտական պաշտոն չզբաղեցնող վարչապետի աշխատակազմի պաշտոնյան ինչ կարգավիճակով էր հայտնվել Հայաստանի բանակցությունների պաշտոնական պատվիրակության կազմում եւ ինչ խնդիրներ է լուծել, ինչ առաքելություն է իրականացրել։ Այսպիսի
Գործողություններով ըստ էության իրենց մեջ դավաճանական, վտանգավոր, ապօրինի գործողություններով հայտնի պաշտոնյան, որը աշխատել է անմիջապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ եւ պաշտոնից հեռանալուց էլ շնորհակալություն իր երախտիկներն է հայտնել վարչապետին իր հանդեպ ցուցաբերած վստահության համար, ոչ թե չի կարող հերոսացվել, այլ կարծում եմ նրան ճիշտ հակառակ ավելի բնորոշ են քրեական օրենսգրքի պետական դավաճանության ենթադրյալ հանցանքի հատկանիշներն ու հոդվածները, որի հետ կարծում եմ ինքը իր մասնագիտական հարուստ գիտելիքները եւ փորձառությամբ ինչ որ մի օր կունենա ուղիղ առնչություն։ Պարոն Ղազարյան, Եղիշեկ Կիրակոսյանը լինելով իրավաբան, այսպես 3 տարի առաջ մի հակասահմանադրական, այսպես ապօրինի քայլ է արել, ԵՊՀ-ում նա ընտրվել է 3 հոգանոց խմբի անդամ եւ ստորագրել է մի թուղթ, որով այսպես խոչընդոտել է բուհի ինքնավարությանը։ Այդ 3 հոգանոց խմբի մեջ են եղել նաեւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը եւ արդարադատության նախարար այն ժամանակվա Ռուստամ Բադասյանը, ովքեր 3-ն էլ կապ չունեին բուհի հետ։ Նրանք համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել ներկայիս ռեկտորին Հովհաննես Հովհաննիսյանին։ Ուզում եմ հասկանալ, ինչ պետք է արվի, որ այս հակասահմանադրական քայլի մասին այսպես բավականաչափ բարձրաձայնի լսելի դարձվի եւ ինչ պատասխանատվությամբ պիտի ենթարկվեն հենց Եղիշեկ Կիրակոսյանը եւ այդ 2 նախարարները։ Անկեղծ ասած, ես դրան ծանոթ չեմ տիրապետում, բայց այն ինչ որ դուք եք ասում, դա իմ պատկերացումներին որևէ ձևով չի առնչվում, որովհետեւ բուհերը թե ինչպես են կառավարվում, ինչպես են նշանակվում բուհերի ռեկտորներ, ինչպես են ընտրվում եւ նշանակվում, ինչ ընթացակարգերով են նշանակվում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները, դրանք շատ հստակ կանոնակարգված են բարձրագույն հետբուհական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով եւ յուրաքանչյուր բուհի կանոնադրությամբ։ Այդ ձեր ներկայացված սցենար, ինչ որ 3 եռյակ որոշում կայացնողներ, այսինքն 3 հոգանոց խումբը, որը եղել է իբր թե կառավարման ճգնաժամի պատճառով եւ նոր խումբ է նշանակվել, որոնք 3 անդամները ոչ մի կապ չեն ունեցել բուհի հետ։ Որևէ կառավարման ճգնաժամ չի կարող առաջանալ, որովհետեւ բուհին ռեկտորին պաշտոնից ազատելու, դրանից հետո պաշտոնակատար նշանակելու եւ նոր ռեկտոր սահմանված ժամկետում ընտրելու գործընթացները դրանք հստակ օրենսդրորեն կարգավորված են։ Եվ եթե որևէ պաշտոնյա իր պարտականությունները չի կատարում եւ դրանից հետևանքով առաջանում այսպես ասած ճգնաժամ, այդ ճգնաժամ առաջացնողները նախ պետք է պատասխանատվության ենթարկվեն, այլ ոչ թե ապօրինի չկարգավորվող մեխանիզմներով որոշումներ կայացվեն։ Ես անկեղծ ասած դրան ծանոթ չեմ եւ չեմ էլ պատկերացնում, որ կարող է բաներ լինի, ինչ որ դուք ներկայացնում եք, բայց քանի որ չեմ տիրապետում, թե ինչա տեղ ունեցել, չեմ կարող դրա վերաբերյալ բարձրավարում տալ։ Միայն մի բան կարող եմ ասել, որ ձեր նկարագրածը օրենսդրական կարգավորումներից եւ համասարանի կանոնադրությունից դուրս ընթացած ապօրինի գործողություն է։ Իմ ենթադրությունը դրան է։ Ասեմ ավելին, Եղիշեկ Կիրակոսյանը որպես այսպես ասած մրցանակ ստացել է բուհում մագիստրոսական ծրագիր այս թուղթը ստորագրելուց հետո։ Եվ հիմա էլ հայտարարել է, որ պետական պաշտոնը թողնելուց հետո վերադառնում է ակադեմիական աշխատանքի։ Այո, գիտակրթական ինչ-որ աշխատանքներ աշխատանքի ենթադրում է, որ պետք է անցնի գիտական կենտրոններում կամ համալսարաններում։ Մենք հասկանանք, թե որ համալսարանն է։ Այո, պարոն Ղազարյան, խոսենք այսպես Հայաստանի ներքաղաքական կյանքից ընդդիմության շրջանում կարծես թե ամեն բան այնքան էլ հարց չէ, ինչ չի կարողանում կիսել ընդդիմությունը, ինչն է այս կզվրտոցների պատճառը ընդդիմության ներսում 2 տարբեր թևեր այսպես փոխարենը միավորվելու այս իշխանության դեմ, չնայած առանձին երկուսն նույն բանի մասին են խոսում, բայց այսպես շարունակ ինչ-որ լարվածություն է գնում ընդդիմության ներսում, ինչ չի կարողանում կիսել ընդդիմությունը եւ արդյոք ընդդիմության ներսում այս կզվրտոցները մտավախություն չեն առաջացնում, որ կարող է առաջիկա ընտրություններում կրկնվել 2021-ի սցենարը։ Նախ մինչև առաջիկա ընտրություններին հասնելը ես կարծում եմ, որ պետք է տեղ ունենան սկզբունքորեն այլ գործընթացներ, որի պատասխանատվությունը կրում է ազգային ժողովի падգամավորները եւ մեր լեգիտիմ ակնկալիքն է, որ դա պետք է իրականացնեն հատկապես ընդդիմադիր 2 խմբակցությունները, Հայաստան խմբակցությունը եւ Պատիվ ունեմ խմբակցությունը։ Խոսքը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին է։ Ընտրությունները դրանք մեր երկրում պետք է լինեն 5 տարին մեկ անգամ, դա միայն ազգային ժողովի ընտրություն է, բայց դա չի նշանակում, որ ազգային ժողովը իր ֆունկցիոնալ գործունեության ընթացքում պետք է հրաժարվի իր պարտականությունների կատարումից։ Իսկ համանդրությամբ ազգային ժողովի կարգավիճակից բխող գործառույթը
վերահսկողություն իրականացնել կառավարության գործունեության նկատմամբ, թե ինչքանով է կառավարությունը կատարում ազգային ժողովի կողմից հավանության արժանացած ծրագիրը։ Եվ եթե ազգային ժողովը արձանագրում է այդ ծրագրից շեղումներ, առավել ևս այդ ծրագրին հակադիր գործողություններ, որ անում է գործող կառավարությունը, ապա պատգամավորները պարտավոր են գործի դնել վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական մեխանիզմը։ Ցավոք սրտի, ազգային ժողովի 107 պատգամավորներից դեռևս ոչ մեկը, այդ թվում Հայաստան խմբակցության որևէ պատգամավոր, պատիվ ունեմ խմբակցության որևէ պատգամավոր, խմբակցություններից դուրս եկած եւ այսպես կոչված անկախ պատգամավոր, անօրինական կարգավիճակ ունեցող որևէ պատգամավոր դեռևս չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց, ինչի հիմքերը, հիմնավորումները ակնհայտ են։ Սա կարելի ասել, որ Նիկոլ Փաշինյանը այս պահի դրությամբ դեռևս վայելում է ազգային ժողովի բոլոր պատգամավորների անվերապահ վստահությունն ու աջակցությունը։ Եվ այս պայմաններում ներքին լարվածություն ստեղծել իբր վարչապետի դեմ պայքարի համար, որովհետև այդ պայքարը անկեղծ ասած ես խորհրդանում չեմ տեսնում, որովհետև խորհրդանում այդ պայքարը չի արտահայտվում միայն հարցեր տալով, ելույթ ունենալու միջոցով։ Հարցեր տալ կարող են նաև իշխանական խմբակցությունների պատգամավորները եւ տալիս են հարցեր կառավարությանը։ Երբեմն տալիս են կառավարության անդամների համար ոչ այդքան հաճելի հարցեր։ Երբեմն լինում են ելույթներ, ներքին քննադատական, օրինակ, բայց դա չի նշանակում, որ նրանք պայքարում են վարչապետին հեռացնելու համար։ Նրանք ընդամենը հայտնում են իրենց կարծիքները, բայց չեն գործադրում այն սահմանադրական գործիքը, իրավական կարգավորումները, որը պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնի վարչապետի պաշտոնից։ Եվ այս պայմաններում գնալ հետին թվով քննարկել, թե ով ինչ մասնակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու հարցում, դա շեղում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու իրական օրակարգից, որովհետև այդ խնդիրը, այդ հարցադրումը, թե ով է Նիկոլ Փաշինյանի բերել իշխանության, դա շատ պրիմիտիվ հարցադրում է։ Այդ հարցի պատասխանը բնականաբար ոչ ոք չի կարող գտնել, որովհետև այդ չարիքի հանրային կյանքում դրսևորման, զարգացման եւ իշխանազավթման գործընթացի դերակատարները շատ են եւ հնարավոր չի պատասխանատվությունը եւ մեղքը բարթել որևէ մեկի կամ մարդկանց որևէ խմբի, որևէ կուսակցության վրա։ Եվ նաեւ անիմաստ է այդ քննարկումները, որովհետեւ անկախ դրանից թե ինչ հանգամանքներով, ինչ գործընթացների հետևանքով է Հայաստանում տեղ ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն եւ անկախ այն բանից թե ով երբ է դարձել այդ խաբեության զոհ եւ երբ է գիտակցել, որ ինքը խաբեության զոհ է եւ դուրս է եկել դրա ազդեցության դաշտից, իսկ այդպիսիք մեր հասարակության մեջ 100,000-ներով են հաշվում։ Հələ նայեք ինչ մթնոլորտ է եղել 18 թվականին Հայաստանում եւ ինչ մթնոլորտ է հիմա, ակնհայտ է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը ամեն օր կորցնում այն մարդկանց վստահությունը, որ ունեցել է 18 թվին, իսկ 18 թվին նա ունեցել է նաև քաղաքական ուժերի վստահությունը, աջակցությունը, որոնք հիմա իրեն ընդդիմադիր դիրքերից են հանդես գալ, ինքը ստեցության մնացել է մենակ այդ առումով։ Եվ հիմա մարդիկ, ովքեր որ այս կամ այն չափով մասնակցություն ունեցել, հիմա դարձնեն քննարկման առարկա, թե որի մասնակցությունն է շատ, որը այդ վեճը անօգտակար է եւ վնասակար։ Հիմա այս պահին երբ որ մեր պետությունը գտնվում է կործանման եզրին, պետք է բոլորը համատեղեն իրենց ջանքերը, իրենց կարողությունները այս չարիքից ազատվելու եւ մեր պետությունը այս թշնամախմբի կեղտոտ, այրունոտ, մահաբեր ճիրաններից ազատագրելու համար։ Իսկ թե հետագայում քաղաքական ուժերը ինչ դասավորություն կունենան, արդեն կորոշվի հանրության մեջ նրանց ունեցած վստահության աստիճանը։ Ես ինքս շատ բացասաբար եմ վերաբերվում այս զարգացումներին, այս եթե կարող ենք ասել ճամբարների բաժանված թևերի որևէ մեկին չեմ հարում, որևէ մեկի տեսակետները չեմ պաշտպանում եւ ինձ համար տհաճ է լսել այդ թեմայով որևէ քննարկում, որևէ տեսակետ, որևէ խոսույթ։ Ինձ հետաքրքիր են բոլոր այն թեմատիկ զարգացումները, գործընթացները, ելույթները, process-ները, որոնք որ միտված են չարիքը մեր հանրությունից վռնդելու գործընթացին։ Տպավորություն է, որ ընդդիմությունը հենց միմյանց դեմ է պայքարում, ոչ թե Նիկոլ Փաշինյանի եւ տեսակետ կա, որ դրա պատճառը իշխանության գալն է։ Դուք կիսում եք այս տեսակետը։ Ախ, իշխանություն պիտի լինի, որ գա, եթե պետությունը հիմա ասենք թե օրինակ Արցախը վերացել է։ Հիմա ինչ կապ ունի Արցախում ով է նախագահը, ով նախագահը բանտերում է, չէ՞։
Ինչ կապ ունի, հիմա մեկը նախագահ է եղել, մեկը վարչապետ է եղել, մեկը պատգամավոր։ Եթե երկիրը վերանում է, էլ ինչ կապ ունի, դու ինչ ես եղել, ինչ ես ուզում լնես։ Հիմա եթե մեր պետությունը վերացման շեմի ինչ իշխանություն։ Իշխանության գավոր ինչ անեն։ Հիմա ես ում հասկանամ, էլ ասենք եթե մեկը այնպես մտադիր է ուզում գա իշխանության, գավոր ինչ անի։ Հիմա գիտեք ինչ մարտահրավերներ են։ Բայց փրկի Հայաստանը փրկելու համար իրար չեն հոշոտում, էլ իրար չեն վնասում, իրար դեմ չեն պայքարում։ Ջանքերը մեկտեղում են, որ դրան ով ինչ չափով կարի այդ գործընթացի մասնակցություն ունենա։ Որովհետև իրական, երբ որ պետությունը արդեն փաստացի վերացրել է, այս մարդը կործանել է, փլատակներն են մնացել։ Հիմա ոնց որ մի հատ լավ տուն ունենաս, մեկը գա տունը քանդի ավերի, վառի, հրդեհի, հետո ինչ-որ մեկն ասի, ես ուզում եմ դառնամ այդ տան սեփականա, այդ տունը պիտի լի որ դու լես դրա սեփականը։ Եթե տունը վառվել է, վերացել է, չէ՞։ Ինչ կապ ունի ժամանակին դա ում տունն է եղել, ումա պատկան է, ինչ լավորեր են եղել տան մեջ։ Կամ հիմա գասել ես ինչի տեր, փլատակների տերել ես, որ ինչ անես։ Ով որ պիտի գա, պիտի մտածի այդ տունը վերականգնելու մասին, այդ տունը նորից նախագծելու մասին, այդ տունը բնակեցնելու մասին, չէ՞, ինչը որ հսկայական մեծ ծանրություն է եւ ոչ մի մարդ միայնակ դա չի կարող անել։ Եթե կա ընտանիք, որ այդ տանը տեր է եղել ժամանակին օգտը, նրանք պիտի հավաքվեն աղբերներով, հրովբերներով, իրենց հարազատներով, ամեն մեկը տենան, մեկը ֆիզիկական աշխատանք կարանի, մեկը ֆինանսական ներդրում կարանի, մեկը կազմակերպական հարցեր լուծի, իրենց տունը վերականգնեն, որ կարողանան ապրել, թե չէ կմնան անտեր, կմնան ապրել իրենց հիշողություններով, իրենց լավ ու վատով։ Ես ինքս բարձր պետական պաշտոներ եմ զբաղեցել, ես հիմա շատ ծանր զգացողություններ ունեմ, ասենք, քիչ առաջ դուք ներկայացնում եք Լեհաստանում, Հայաստանի դեսպան, այն զգացողությունները, որով ես ծառայել եմ, ես հիմա չունեմ, որովհետև վերացել է այն երկիրը, որին որ ես ծառայել եմ, եւ հիմա ես խորը ցավ եմ ապրում դրա համար, եւ իմ միակ մտածմունքը ոչ թե կոմպլեքսավորվելն է իմ նախկին կարգավիճակով, այլ որ փորձեմ վերականգնել այն պետությունը, որին որ ես ծառայել եմ, որովհետև այդ պետությունը առհասարակ կարել շատ կարճ ժամանակ հետո չլինի, ոնց որ վերացրել են Արցախի հանրապետությունը։ Եվ մենք այդ վտանգների առաջ են կանգնած։ Եվ մտածել ասել, որ գիտե 26 թվին գա, ո՞ս կգա իշխանություն, ո՞վ է գալու իշխան։ Ոչ մեկն չի գալու իշխանության։ Այն հիմիկ վանդիմադիր որևէ քաղաքական ուժ լուրջ ռիսկեր ունի ընդհանրապես նվազագույն շեմ հաղթարելու հարցում։ Իդեպ նես տպավորություն է, որ եթե ընտրությունը լի ոչ մի քաղաքական ուժ, եթե իշխանությունը օրենքով սահմանված շեմը չի հաղթարելու, սա պետք է իրեք քաղաքական ուժ պիտի իրավունքի ուժով անցնեն։ Որտեղ ոչ մեկը ժողովրդի մոտ վստահություն չի վայելում։ Հետևաբար այս պայմանները ինչի համար են մրցակցում։ Իրան 0%-ների։ Սաղինն է 0 է։ Թո որևէ մեկը չմտածի, որ իր հեղինակությունը ես ինչքա բարձր ենք էս ա եղել կամ 21 թվի ընտրությանը մեկ էս ինչ կապ ունի ինչ ա եղել։ Գնալու սաղի գործողությունների հետևանք եղել է այն, որ բոլորի վարկանիշը պատտվում է 0-ի միջակայքում։ Պարոն Ղազարյան, անդրադառնանք Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, այսպես նրանց շինծու դատավարությունները շարունակվում են եւ կադրերում տեսանելի է, որ նաեւ նրանք խոշտանգվում են։ Ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունը գոնե խոշտանգումները թույլ չտալու համար, որ չի անում։ Կա արդյոք ձեր գնահատմամբ իրական քայլ, որը իշխանությունը կարող է անել, բայց չի անում։ Այո, իհարկե կա։ Ցանկացած պետություն պետք է հետևողական լինի իր քաղաքացիների շահերի պաշտպանության հարցում։ Ես մի օրինակ բերեմ ձեզ եւ դրա վրա կառուցեմ։ Երբ որ ես Լեհաստանում Հայաստանի դեսպան էի, մի օր ստանում եմ նամակ Լեհաստանի բանտերից մեկում ազատազրկման դատապարտված Հայաստանի մի քաղաքացուց, որը դատապարտվել էր սպանության մեղադրանքով, սպանության հանցանքով եւ կրում էր իր պատիժը, այսինքն Հայաստանից Լեհաստան տեղափոխված քաղաքացի, որ լեհեր սպանել եւ դատապարտվել էր ազատազրկման։ Եվ ինքը դիմել էր դեսպանին բանտում իր բանտային վատ պայմանների եւ իր հանդեպ վատ վերաբերմունքի խնդրով։ Ես ուրեմն հանձնարարել եմ հյուպատոսին, գործուղել եմ հյուպատոսին դեպի քրեակատարողական հիմնարկ, մի քանի 100 կիլոմետր հեռու Վարշավայից գտնվող Հայաստանի դեսպանության հյուպատոսը այցելել է քրեակատարողական հիմնարկ, հանդիպել է բանտապետի հետ, հանդիպել է կալանավորված ձևն ու պատիժը կրող Հայաստանի քաղաքացու հետ, ծանոթացել եւ փորձել է խնդրին լուծում տալ։ Կարճ ժամանակ հետո ես ստացել եմ շնորհակալական նամակ նույն մարդուց, որ հյուպատոսի այցելությունից հետո իր բանտային պայմանները բարելավել են
եւ իր նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն ա եղել, ինքը շնորհակալություն ա հայտնել դեսպանին այդ ցուցաբերած աջակցության համար։ Օտար երկրում սպանության համար այդ երկրի քաղաքացուն սպանած Հայաստանի քաղաքացու հետևից պետությունը գնացել է հասել է։ Հիմա որևէ հանցանք չգործած, որևէ մեղք չգործած, ապօրինաբար թշնամական երկրի բանտում պահվող մեր քաղաքացիների հետևից պետությունը չի գնում, ոչինչ չեն անում։ Հետևաբար, եթե նրանք ջանքեր չեն գործադրում, նրանց նկատմամբ վերաբերմունքը կարա միայն ավելի վատ լինի։ Առավել ևս, երբ որ Ադրբեջանի իշխանությունները գիտեն, որ Հայաստանի իշխանությունները այդ մարդկանց ավելի վատ են վերաբերվում, քան միգուցե իրենք։ Տեսեք ինչ է խոսում Անդրանիկ Քոչարյանը Ռուբեն Վարդանյանի մասին։ Ինչ է խոսում Ալեն Սիմոնյանը Ռուբեն Վարդանյանի մասին։ Գործողված այլ է, ինչ այլ է, ով է գործողը, ինչ է հայրենանվեր մարդ, հրաժարվել է օտար պետության քաղաքացիությունից։ Ամենադժվար պահերին գնացել է Արցախ, երբ որ ինքը դոլարով միլիոնատեր մարդ, ամբողջ աշխարհում սեփականություն ունեցող մարդ, իր լավ կյանքը թողել է։ Գնացել է շրջափակման օրերին ամենադժվար ժամանակաշրջանում, փորձել է իր հեղինակությամբ, իր գիտելիքներով, իր կարողություններով օգտակալներ Արցախի, մինչև վերջին պահը մնացել է Արցախում եւ ապօրինի գերեվարվել է թշնամու կողմից։ Հələ այդ մարդուն, այդ Հայաստանի իշխանությունները ուտի ջանք գործադրեն։ Հələ մի հատ էլ իրանք են ստից քննադատում, նրանք էլ ընդից լսում են, չէ՞, այդ ամեն ինչը։ Թե ինչ կարանի պետությունը իր քաղաքացու համար գերության մեջ գտնող, դա էլ մեզ ցույց է տվել Լիբանանի պետությունը, Լիբանանի կառավարությունը Հայաստանի եւ Լիբանանի համատեղ քաղաքացի հանդիսացող Մարալ Նաջարյանի գործով, երբ որ Տիկին Նաջարյանը ազատ արձակվեց նույն ադրբեջանական գերությունից, որովհետեւ Լիբանանը որպես պետություն գնաց իր քաղաքացու հետևից։ Իսկ նրա ամուսինը, որ միայն Հայաստանի քաղաքացի էր, եթե չեմ սխալվում, ինչ օրը շարունակում է մնալ Բաքվի բանտում։ Իսկ Մարալին ոչ միայն ազատեցին գերությունից, այլ նաեւ իրեն Լիբանանի նախագահը ընդունելության արժանացրեց նախագահական նստավայրում։ Սա է պետության հետևողական քաղաքականությունը իր քաղաքացիների իրավունքների շահերի պաշտպանության հարցում։ Պետության գործիքակազմը շատ մեծ է։ Մենք եթե մենակ կարանք խոսենք, չգիտեմ, ուրիշ մեկը ցույցեր կազմակերպի ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ցույց անում են այն ժողովուրդները, ովքեր պետություն չունեն։ Եթե դու քաղաքացին ես մի պետության, որը ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Նյու Յորքում ունի մշտական ներկայացուցիչ դեսպան, ես ուզում եմ հասկանամ այդ երկրի քաղաքացին, իր երկրի կառավարությանը, իր արտգործնախարարությանը, իր դեսպանին թողա, նրանից բան չունի պահանջելու, այդ հիմա իր երկրում ՄԱԿ-ի դեսպանից է բան պահանջում։ Տրամաբանությունը ես ոչ մի կերպ չեմ հասկանում, որովհետև եթե դու պետություն ունես, եթե դու դիվանագիտական ներկայացություններ ունես, գործիքակազմ ունես, շատ մեծ է այդ հնարավորությունը։ Օրինակ, տեսեք, Ադրբեջանը հիմա Հայաստանի հետ խոսում է ուլտիմատումներով, չէ, նախապայմաններով, մինչև ես չանեք, ձեր հետ այս փաստաթուղթը չենք ստորագրի, մինչև ես չանեք, Հայաստանի կառավարությունը կարող ասի, որ մենք առհասարակ դադարեցնելու ենք բոլոր տեսակի շփումները, լուրջ արշավ ենք սելու Ադրբեջանի դեմ որպես ահաբեկչական պետության, ֆաշիստական պետության, եթե նա իմ քաղաքացիներին հանիրավի որևէ մեղք չգործած մարդուն, եթե նա կտանքների է ենթարկվում, ազատազրկման է ենթարկվում, եթե պարանը զբաղվի, նրա իրավունքները դադարեցնի Ադրբեջանի հետ որևէ շփումները, բայց նրանք դες բան չեն անում։ Այնքան գոհ Ադրբեջանի հետ իրենց խաղաղության խաշմերուկներից, ճաշկերույթներից, խաղաղության, չգիտեմ, պայմանագրերից, որոնցից ոչ մեկը տենց էլ իրականություն չի դառնում։ Իրենք խրախուսում են այդ մարդկանց անազատության մեջ էլ։ Նույն բանը իրենք ստեղ են անում։ Լևոն Մնացականյանն էլ ա եղել Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, Միքայել Արզումանյանն էլ ա եղել։ Նա այնտեղ է բանտում, սա ստեղ է բանտում։ Ջալալ Հարությունյանն էլ ա եղել պաշտպանության բանակի հրամանատար, Լևոն Մնացականյանն էլ ա, Դավիթ Մանուկյանն էլ ա պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, Տիրան Խաչատրյանն էլ եղել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Նրան ընդ են դատում, սրանց են դատում։ Աշխատանքի բաժանում է այդ մարդկանց միջև Արցախի երբևէ ազատության պայքարի համար իրենց մասնակցությունը բերած գործիչներին ենթարկել պատասխանատվության։ Ադրբեջանցիները պայթացնում են Արցախի ազատամարտի վետերանների միության շենքը Ստեփանակերտում, Նիկոլ Փաշինյանը պայթեցնում է պաշտպանության նախարարության շենքը։ Պարոն Ղազարյան, ինչու իշխանությունը թիրախավորում Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, որտեղ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ նրանք համակարծիք են, նրանք օրինակ բանը ինչ է, նրանց ներկայացվող մեղադրանքը, չէ՞։
որ Արցախը ճանաչել են որպես անկախ պետություն, պայքարեն Արցախի ազատության համար։ Նիկոլ Փաշինյանը համախոհ է Ադրբեջանի հետ այդ հարցում։ Բանաց 91 թվականից Արցախը էլ Ադրբեջանի կազմում եւ փաստորեն եղել են հայ ֆաշիստներ, այդ թվում եւ Բարսաշրջան պաշտոնատար անձիկ, նախկին ղեկավարները, մեր նախագահները, զինվորականները, որոնք ահաբեկչություն են հրահրել Ադրբեջանի պես լուսավոր բարի պետության նկատմամբ։ Նրանք դաշնակիցներ են, նրանք նույն կերպ են մտածում։ Հետևաբար իրաց մոտեցումները նույնն են։ Այնտեղ չլիստ են դատելու, հիմա ասենք թե Արցախի 3 նախագահներ կանգնած են Բաքվի դատարանի առաջ, մի նախագահն էլ Հայաստանում է դատարանի առաջ կանգնած։ Սա էլ չեմ ասում Սամվել Շահրամանյանը քանի գործերով է հրավիրվել տարբեր քննչական վարութային գործողությունների։ Հիմա հարցը չի են դա անում։ Ճշում է, ճշումներ են այն մարդկանց նկատմամբ, ովքեր Արցախի ազատագրման, Արցախի ազարարցախյան պայքարի պատերազմի գործում նշանակալի դեր են ունեցել։ Գիտեք քանի հազար քրեական վարույթներ կա հիմա պատերազմի տարբեր մասնակիցների զինվորականների նկատմամբ։ Տասնյակ հազարավոր Հայաստանում։ Հələ հիշեք գերիներին։ Քանի ընտրություններ Նիկոլ Փաշինյանն ասում էր գերիները հələ չեմ ասում ռազմաքաղաքական բարձրացեք, սովորական ռազմական գործողություններին իր կոչով մասնակցություն բերած գերիները։ Մեր եղբայրներն են գերիները, մեր 15 եղբայրներ այսօր կվերադառնան ընտրություններից առաջ հունիս 2021 թիվ։ 2021 թիվ սեպտեմբեր արդեն ընտրվել է վարչապետ, ասում եմ դու հասկանաք մարդը չի հայտնվում գերության մեջ։ Զինվորական տեսել ես մեռնի գերին որն ասում եմ։ Տենց է, բառաց չեմ ասում, իր մոտեցումը պետք է հանգամանքներ։ Անդրեյ Քոչարյանն էր ասում ամեն ինչ պետք է անեին, այո, հանգամանքները պետք է բարձենք ասում, մարդը չի հայտնվում գերության մեջ։ Եթե մարդը զենքը ձեռը առողջ ոտի վրա, ինչի է գերի։ Ինքը պետք է կռվի մեռնի, այդ է իր ասածը։ Դա համար ասում պետք է ուսումնասիրենք յուրաքանչյուր գերության, դրանից այդ իր հայտարարությունից հետո, եթե այլ պետությունների կառավարությունների միջնորդությամբ գերիներ են վերադարձում Հայաստան, եթե մինչև այդ օդանավականից կամ տանում էին բան, հոսպիտալ նրանց առողջական, հոգեկան իրավիճակը գնահատելու, ստուգելու, նրանց կազմման գործողություններ անելու, ասին տանել քննչական կոմիտե։ Ու Ալիևը դրանից դու ինչ էր ասում, եթե պետք է մեր բանտից տանեք ձեր բանը, նա մեր բանտը ավելի լավ է, ստե կպահենք էլ ես։ Նա ասում է, մենք հիմա չենք հանձնում այդ գերության մեջ գտնվող այդ մարդկանց, որովհետև ասում Հայաստանում նրանց կտանքների են ենթարկում։ Ու պատճառը ի՞նչն է։ Պատճառը սրանց այս գործողություններն է։ Մեկ անտեղի հերոսացնում են, որովհետև ասենք գերության մեջ հայտնված մարդը նա արդեն սոցիալական իմաստով խոցելի ասենք եւ հոգեկան իմաստով, չէ, եւ ֆիզիկական իմաստով անթույլատրելի է նրանց անունները հրապարակել։ Դա դնում էր գրում էր։ Մենք հիմա հարց մենք ասում ենք հիմա քանի գերու ենք, թիվ ասեք, թիվ, վիճակագրություն, ասում եմ գաղտնիք է։ Բայց մարդկանց, որ արդեն գալիս են, նկարները հրապարակում, անազգաները մեկի ծննդավայրը գրում, այսինչը Գյումրիից է, այսինչը Իշմի Արմավիրից է, անհատական բնույթի տեղեկություն, որ սոցիալապես այդ խոցելի վիճակում գտնվող մարդկանց պարագայում օրենքով հարգելված է նրա մասին, անհատական տեղեկություն հրապարակել է, նրա լուսանկարը հրապարակել է։ Էդի անում է, գերիների թիվը չի ասում։ Սա նույն մոտեցումն է, այսինքն Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիևը քանի դրվագ է պետք, որպեսզի հասկանանք, որ այդ մարդիկ նույն թիմակիցներ են, դաշնակիցներ են, նույն կերպ են մտածում, նույն կերպ են գործում։ Զուգահեռ սրանց բոլոր պաշտոնյաները անգամ իրենց գործողությունները սինխրոն են, չէ՞։ Իլհամ Ալիևն դե հարցազրույց տալի Նիկոլ Փաշինյանը ստեղ է խոսում, նա այնտեղ է ասուլիսանում, նա ստեղ ասուլիսանում։ Նրանց մարդու իրավունքների պաշտպանը գնում է Ռուբեն Վարդանյանն այցելում, մեր մարդու իրավունքների պաշտպանը հետո Մանեթ Անդիլյանին այցելում, նույն օրը։ Պարոն Ղազարյան, օրերս Նիկոլ Փաշինյանը հոդված էր հրապարակել, որում այսպես նշել էր, որ Ադրբեջանում ոչ մի տարածքային եւ տնտեսական կոմունիկացիա Հայաստանի համար բաց չէ, բայց Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար։ Արդյոք սա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին այսպես ասած հրավիրում է Հայաստան եւ ինչու ադրբեջանցիները դրան չեն արձագանքում։ Ոչ չեն արձագանքում։ Ադրբեջանցիները Տիկին Աննա Հակոբյանի հրավերով եկան Շուշիում թեյ խմելու։ Հրավիրել են, հիմա եկել են նրանք Ստեփանակերտ։ Հրավիրել են հիմա արդեն Կիրանցի կեսում իրան։ Գալիս են, բա հիմա խո մի օրում չպիտի գան։ Բա ինչ է նշանակում, ասենք եթե դու պետության հետ բանակցություն ես վարում, նախտես բանակցություններ չկա, լի իշեք վերջին անգամ իրանք իրար հետ երբ են հանդիպել, չէ՞, ասենք պայմանագրից են խոսում նախասկի, արտգործ նախարարները չեն հանդիպում։ Ասենք գնացել էր Մյունխենի գագաթաժողով, չէ՞, Թուրքիայից է ներկայացուցիչներ կար, արտգործ Նաֆիդանն ընդեղ էր, Ջերուն Բայրամովն ընդեղ էր, ոչ մի հանդիպում չի եղել, ոչ մի բան իրար հետ չեն քննարկում։ Դրանք ընդից ուղղակի պահանջներ են ներկայացնում,
Սրանք էլ այս պահանջները կատարում են։ Հիմա ասում եմ, թե կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող, եթե զուգահեռ հայելային պայմանավորվածություն չկա միջպետական համաձայնագիր, այս ճանապարհները բացելու վերաբերյալ, չէ՞։ Դու քո կողմից հայտարարությունները ի՞նչ է նշանակում։ Բայց ես իմ երկիրը հանձնում եմ քեզ։ Արի այստեղ ասում եմ ինչ ուզում ես արա։ Մենք չենք կարա գանք։ Ձեր ճանապարհները մեր համար փակ են։ Բայց եթե դուք ուզում եք գաք այստեղից գնաք, օրինակ ասենք թե Հայաստանը բանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, չէ՞։ Եվ չունի ցամաքային կապ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների, օրինակ ասենք Ռուսաստանի հետ։ Հիմա միասնական տնտեսական տարածք է, չէ՞։ Ադրբեջանը կարա ապահովի Հայաստանի ֆիզիկական ցամաքային հասանելիությունը իր միասնական տնտեսական տարածքի մյուս սուբյեկտների հետ։ Բայց ինչի է ապահովում Ադրբեջանի ցամաքային ֆիզիկական հասանելիությունը Ադրբեջանի միասնական տարածքի երկու սուբյեկտների հետ, ասենք Նախիջևանի եւ Ադրբեջանի մյուս հատվածը։ Ինչի է դա անում, եթե Ադրբեջանը նույնը դա Հայաստանի պարագայում չի անում, իսկ չի էլ մտածում, չի էլ ասում, չեն էլ քննարկում, որ պիտի անենք։ Մենակ ասում դու մենք պատրաստ ենք ձեզ ճանապարհներ տրամադրել, եկեք երկաթողի տրամադրենք, բեռնափոխադրում անենք։ Ուզում եք դուք եկեք։ Ուզում եք եկեք երկեք, հանկարծ եթե գաք Հանրապետության հրապարակում իմ լուսամուտի տակ Ադրբեջաներն ու Ղարաբաղ երկեք, ես ձեր նկարողին կտանեմ կդատեմ։ Ազգանունը հայկական է։ Չնայած ծագումը ազգանվան Ալիևի խնամիների հետ է ավելի շատ կապվում, բայց Յանով է ավարտում։ Շատ մարդ կարա մտածի, կարող է դա հայ է։ Կարա մտածի։ Պարոն Ղազարյան, եւ այսպես ամփոփելով մեր զրույցը, արտաքին գործերի նախարարի գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված, կիսում եմ ձեր արձագանքը, դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ներկայացնելով Երևանյան երկխոսություն միջազգային երկրորդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Ըստ ձեր գնահատմամբ, ինչու Երևանյան երկխոսություն անունը կրող այդ միջազգային համաժողովը երկրորդ անգամ անցկացվում է օրինակ 9 ամիս հետո, որտեղ առաջին 9 ամիս առաջ էր ոչ թե գոնե 1 տարի, եւ ով է հիշում առաջին համաժողովի մասին, ինչի մասին էր այն։ Զորաբնակչականը քիչի նախկին նախարար, որովհետեւ ամենաբարձրաստիճան պատվավոր հյուրը այդ համաժողովին եղել է Զորաբնակչականյանը, որին իհարկե մենակ ես եմ տենց անուն ազգանով ասում, արտգործ նախարարությունն ավանդաբար ասել են Զորիկ։ Իր կերպարը հուշում է, որ իր մասին խոսել է, ասեն Զորիկը։ Ինքը մենակ կարա հիշի, բայց այդ ում մասին որ խոսում եք, մեկը չկա, տղուն ասի, տղա ջան, դու ով ես։ Կինը պատգամավոր է, չգիտեմ, տեղյակ եք թե չէ, ազգային ժողովի։ Իր պաշտոնն էլ հիմա դիվանագիտական ծառայության մասին օրենքը փոխելուց հետո դիվանագիտական պաշտոն չի։ Քաղ ծառայության պաշտոն է, այսինքն եթե մի ժամանակ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղարը համարվում էր ամենաբարձր դիվանագիտական պաշտոնը, դիվանագիտական ծառայության պաշտոնը։ Հիմա օրենքում փոփոխություն են արել, սրա պաշտոնը դիվանագիտության հետ կապ չունի, քաղաքացիական ծառայության պաշտոնը։ Բայց որ արտգործ նախարարության կայքը նայում ես, այնպես տպավորություն, ասենք իրավագիտության մեջ կա, չէ, անկողմնակալ դիտորդ։ Անկողմնակալ դիտորդ, ասենք, եթե բերես մի մարդ, որին ոչ մեկին դեմքով չի ճանաչում, ազգաներով չի ճանաչում, ԱԳՆ-ի կայքի լրահոսի նկարները ցույց տաս, հաստատ կասի այդ նախարարությունում ամենակարևոր մարդը այդ մորուքովն է, Արարատուրը ինքը։ Մի 3-4 տեղ ազատ է, նոր դրանից հետո կարող է գա Վահան Կոստանյանը, նոր մյուս, նոր Արարատ Միրզոյան, նոր մի։ Ամեն տեղ ինքը հանդիպումների է մասնակցում, ինչ-որ արտասահմանյան այցելություններ ունենում, ընդ հանդիպումներ ունենում, ըստ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հրավիրում է մշակութային միջոցառումների, Ամանորի կապակցությամբ արտգործ նախարարությունը ընդունելություն արել, նախարարը ընդ կանգնած փոխնախարարներ, դիվանագետներ ընդ կանգնած, ինքը քաղ ծառայող աշխատակազմի ղեկավար, գլավնի դեմ գլխավոր անձն դե ելույթ ունեցողը, բոլորին շնորհավորողը ինքն է։ Ես ուզում եմ հասկանամ, էլի նա ով է, որ ընդհանրապես նախարարության անունից հանդես գալու, նախարարության անունից հանդես գալու իրավասություն չունի։ Նախարարը քաղաքական պաշտոնա նախարարն է, նախարարի տեղակալները քաղաքական պաշտոնյաներ են։ Նախարարն ունի հայեցողական պաշտոնյա հանդիսացող մամուլի խոսնակ, ինքը քաղ ծառայող է։
Քաղաքացիական ծառայող, այսինքն ինքը պիտի այդ Մալբեռնին բացի նամակները աշխատանքի բաժանում անի, հիմնարկի կազմակերպական խնդիրները լուծի, որ պրոֆեսիոնալները, դիվանագետները իրենց ծառայությունը իրականացնեն։ Այդ է իր ֆունկցիան։ Իլենգե մեյդանարասկի, չես այդ երկրի ես անտեր վիճակի հետևանքներն է։ Ինչա թե ասենք թե Արադ Միրզոյանի հետ ինչ-որ ընկերական կապ ունի կինն էլ падգամավոր բարձ է, ինքն իրավունքն էլ այսինքն ինքը իրեն վերագրել է ֆունկցիաներ ու համաժողովներ են կա։ Այդ համաժողովներն էլ ինչից են սովորել, այդ Արադ Միրզոյանը բան դե դրանք Թուրքիա են հիմա շատ գնում էլի։ Չգիտեմ, առևտրի գնա Արադ Միրզոյանը նույնիսկ Թուրքիա գնալուց իր ամառանոցի համար մեծ բանանդից առնում թե չէ, որտեղ իմացել են նոր ամառը կավրալից բան կարող է գնում առնելու։ Դրանք Թուրքիա որ գնաց եկել են, իմացել են, որ Թուրքիայի արտգործնախարարությունը ամեն տարի կազմակերպում է դիվանագիտական ֆորում, որ հրավիրում է Թուրքիայի բարեկամ երկրների արտգործնախարարներին, երբեմն նույնիսկ պետությունների ղեկավարներ են դրան բավական հեղինակավոր, բայց իրենց արտգործնախարարության կազմակերպած։ Հիմա քանի որ թուրքերը սրանց համար այտենց իդեալական կերպարներն են, ամեն ինչ պիտի թուրքերից սովորեն, որ գնաց է տեսել են Թուրքիայի արտգործնախարարությունը այտենց միջոցառում է կազմակերպել, որոշել են մաշալլա մի բան էլ իրանք անեն նույն ձևով բացարձակ անբովանդակ ներկայացչականության ցածր մակարդակ անցած անգամ միակ տպավորիչ ելույթն էլ այդ համաժողովին եղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որով ասել էր, որ Հայաստանի տարածքի ավելի քան 60% ըստ Ադրբեջանի սահմանադրության ունի ադրբեջանական պատկանելություն։ Դա ասում է Հայաստանի վարչապետը արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն արտգործնախարարության կազմակերպած դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Հիմա երևի կարող է 2% ավելացել, այս անգամ ասեն 63։ Համար 9 ամիս հետո երկրորդն են կազմակերպում։ Այդ 9 ամիս չգիտեմ ինչ խորհուրդ ունի իր մեջ։ Կհասկանանք։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան, հետաքրքրության համար։ Իմ հյուրն էր Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Կհանդիպենք։